Սիրելի ռադիո լսողներ եւ դիտողներ, Թեք հայեր հաղորդաշարն է եթերում։ Ես Սարգիսն եմ Կարապետյան, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն, եւ այսօրվա իմ հյուրն է Հրանտ Խաչատրյան, Երևան N արհեստական բանականության լաբորատորիայի հիմնադիր եւ ղեկավար։ Ողջույն Հրանտ։ Ողջույն։ Այսօր խոսելու ենք, առիթ ունենք համատեղ Երևան N ՀՏԶՄ կրիսպ եւ Երևանի պետական համալսարանը միասին կազմակերպում ենք AI Conf-ը։ Ես ճիշտ է համակազմակերպիչ եմ, բայց այսօր ես եմ հարցեր տալու։ Կպատմես թե երբ է, ինչ է։ Այո, շաբաթ օրը ապրիլի 18-ին առավոտյան ժամը 9-ից ԵՊՀ-ի մեծ դահլիճում սկսում ենք AI Conf։ AI Conf էլի է եղել, սա 4-րդն է։ Այս անգամ կա նաև մի հատ կողմնակի առիթ, այդ ԵՊՀ-ի գերհամակարգիչն է, որը այսքան տարի սպասում էինք եւ վերջապես արդեն աշխատում է, հունվարին սկսել է միանալ եւ արդեն ակտիվ ծանրաբեռնվում է։ Իսկ ով էր մեղավոր, որ ուշ սկսեց։ Ով մեղավոր էր երևի ամբողջ պետական ծախս անող համակարգը, հա, տես մի հատ գնումների ընթացակարգը լայն իմաստով էլի, հա, բարձվեց, մենք լիքը բան սովորեցինք այդ ընթացքում, բարձվեց, որ ինչ որ բաներ պետք է միասին անել, ինչ որ բաներ պետք է առանձին անել, այդ առանձին արվող կտորները բավական հեշտ է փչացնել եւ ուշացնել, հա, այսինքն բարձվում է, որ եթե պետությունը ուզում է ինչ-որ մի բան առնի, ու եթե ինչ-որ մի հատ ընկերություն ուզում է խանգարի, ինքը ունի լիքը հնարավորություն պետությանը խանգարելու, որ դա չառնի, հա, այդպես բաներ տեղի ունեցավ։ Ես լսել եմ, որ դու ես մեղավոր։ Չի բացառվում, որ լավ խորանանք, բարձրի որ կարելի էր նենց գրել այդ մրցույթը, որ ավելի դժվար է խանգարելը եւ այլ եւ այլ։ Շատ խուճուճ պատմություններ եղան, բայց ի վերջո puzzle-ը հավաքվեց ու համակարգիչը միացավ։ Ինչևէ, հիմա արդեն ունեն գործող համակարգիչ պետական համալսարանում, ինչ հզորության մասին է խոսքը։ Ուրեմն այս համակարգիչը, դե համակարգիչների հզորությունը հիմա չափում ենք GPU-ների քանակով, թե քանի հատ վիդեոկարտ կա մեջը, որով կարելի է հաշվարկներ անել, AI սարքել եւ այլն, ու սրա մեջ կա 64 հատ, որը բավականին լավ թիվ է, ու դրանով մենք կարողանում ենք էապես ավելի շատ ու ավելի արագ մեր գործերը անել։ AI Conf-ին քննարկվելու է նաև Elevate, Firebird, որով Հայաստանը top 10-յակի մեջ է մտնում։ Այդ երկուսը իրար գումարած եւ պետական համալսարանը նախ մի հատ տարբերակենք իրանց տարբերությունները, թե ինչքան մեծ ու փոքր են։ Քանակները լրիվ ուրիշ մասշտաբներ է, հա, Elevate-ում նախատեսվում է 500-ի կարգի, Firebird-ի առաջի փուլում նախատեսվում է 6000-ի կարգի, այսինքն մեզնից 64, 500, 6000, այսինքն կարգով տարբեր է։ Էքսպոնենցիալ գնում ենք, այո։ Ու այդ բոլորի գումարով մենք մտնում ենք աշխարհի top 10-յակ։ Իրականում այդ 10-յակը պետք է լավ մտածել ոնց ենք հաշվում, որտեվ նաև կա այս որ JD Vance-ը եկավ հայտարարվեց Firebird-ի երկրորդ փուլի մասին։ Այո։ Որտեղ այդ 6000-ը գումարվում է 40000 այդ մի հատ ենք կարգ բարձրացնում։ Հա, այդ 40000-ով, այդ եթե ենթադրենք, որ ասենք մյուս տարի այս ժամանակ միացած կլինի, այդ կարող է ասենք 10-յակ էլ չէ, 7-յակ կլինի, 6-յակ կլինի, հա։ Այսինքն դառնում է, որ պետական համալսարանում ունենք առաջի կարգի, Elevate-ում երկրորդ կարգի, Firebird-ում երրորդ կարգի կունենանք տարվա վերջ եւ 4-րդ կարգի գալիք տարիներին։ Այստեղից էլ AI Conf-ի 4-րդ աստիճան։ Այդ է 4-րդ աստիճան, այո։ Ու քանի որ նպատակներն ու ֆունկցիաները ահագին տարբեր են, հա, այսինքն այս համալսարանականը մի հատ կանակություն է, որի վրա գիտնականները ու ուսանողները կարող են պարապել, հա, ոնց որ ինքը մարզասրահ է, էլի ջիմը, հա, տեղ լիքը ուսանող, լիքը գիտնական կարողանում է այդ տաղանդը ձևավորի, հասկանա սրանով ինչ էր կարելի անել, ու հետո արդեն այդ եթե դրա մեջ արդեն երևում է կոմերցիոն հետաքրքրություն, երևում է ինչ-որ մի բան, որը կարելի է արդեն սարքել բիզնես, այդ գնում է արդեն ավելի մեծ տեղ, հա, Elevate, Firebird եւ այլն, ու այնտեղ կարող է դառնա արդեն հաջորդ մակարդակ։ Այդ ոնց որ մի
ճանապարհա, թե ոնց է այս կոմպերը իրար լրացնում։ Իսկ աշխարհի ամենամեծը ինչ կարգի է։ Մենք հասնում ենք 4-րդ կարգ։ Այսինքն տասնյակ հազարի մասին ենք խոսում, կա 100,000 մի տեղում, իսկ միլիոն կարծում եմ չկա։ Այսինքն մի կարգով ենք հետ մնում աշխարհի ամենամեծ համակարգից։ Որ ասում ենք աշխարհի ամենամեծ, այդ հայտնի է, որ ասենք Twitter-ը, XAI-ը հիմա 200,000 անոցը սարքում է, կարծեմ 100,000-ը կա, 200,000-ը կլինի, ու Google-ը բաներ ունեն, իրանք թվեր չեն ասում, որտեվ Google-ի դեպքում բարդ է, իրանք համել այդ վաճառում են, ասենք Google-ը երևի գումարային կարող է միլիոն ունենա, բայց ոչ մի տեղում, ասենք հասկացան։ Այսինքն մենք կարգով ամենայից համար մեկից մի կարգով ենք հետ մնալու, բայց այդպիսով top 10-ի մեջ ենք լինելու։ Այսինքն այդ բոլոր մեծերը, որի մասին խոսում ենք 100,000-ը, բոլորը ԱՄՆ-ում են։ Այսինքն եթե ԱՄՆ-ն հանում ես, ուրիշ տեղ չկա, որ 100,000 կա։ Իսկ մոտավոր ինչքան կտևի, որ աշխարհի մնացած երկրները կարգով մեր հետ հավասարվեն։ Լավ հարց է, չգիտեմ, ոնց որ կախված է նաև նրանից, թե գնում են այդ ուղղությամբ, թե չէ, որովհետև ինչ որ երկրներ այդ ուղղությամբ գնում են տենց ուղղակի որպես ինչ որ հետաքրքիր ներդրում, ասենք առանց տակը շատ բովանդակություն փնտրելու, ու ոնց որ մեր մոտ էլ տենց ռիսկ կարա լինի, չէ, եթե մենք էլ տենց ոչ մի բան չանենք, թողենք ոնց որ մենակ այդ Firebird-ի համակարգիչը սարքվի, ստացվի, մենք էլ տակը բովանդակություն չենք գնում։ Այս իրականում սահուն անցում ենք կատարում մեր AI Conf-ի հիմնական թեմային։ Այո։ Հիմնական թեման դա բովանդակությունն է, այսինքն մենք արդեն ունենք համակարգիչը, ունենք Formula 1-ը, հիմա պետք է ստեղծենք վարորդներ եւ բովանդակություն, որպեսզի կարողանանք դա օգտագործենք։ Դրա մասին հիմա այս քանակները որ կան, սրանք շատ մեծ են Հայաստանի համար, այսինքն Հայաստանում աշխատող մարդիկ այդքան պահանջարկ չեն գեներացնում այդ համակարգիչների, ու դա նորմալ է, այսինքն այս համակարգիչները իրանք իրենց վարձով են տրվելու տարբեր ընկերությունների, հիմնականում ամերիկյան, որոնք դա կօգտագործեն տարբեր ձևերով, օրինակ ես ինչքան պատկերացնում եմ այդ Firebird-ի երկրորդ փուլը կամ ասենք OpenAI-ի հետ են անելու կամ Anthropic-ի, որովհետև տենց 40,000 էլում է պետք է էլի, ոնց որ դա ուրիշ մասշտաբ է էլի, բայց բոլորը այդ թվում Firebird-ը, Elevate եւ մյուս բոլորը հետաքրքրված են, որ այդ համակարգիչների մեջ հնարավորինս մեծ տոկոս լինի, այսպես ասած հայկական օգտագործումը։ Այսինքն մենք SAI Conf-ում սահմանում ենք երազանքը, ասում ենք արդեն համակարգիչ ունենք, մենք երազում ենք ու քննարկում ենք, թե ինչպես պետք է այդ երազանքին հասնել, որպեսզի Հայաստանում լինեն ընկերություններ, դա կլինի տեղական ընկերություն, թե միջազգային ընկերության մասնաճյուղ, որը Հայաստանում տեղադրված այս համակարգիչներից օգտվում, այսինքն 40,000 գրաֆիկական պրոցեսորի կարիք ունի ու կարողանում է օգտագործի։ Այո, ունակա օգտագործել, այսօր վերջի տարիներին Հայաստանում հայտնվել են ընկերություններ, որտեղ կան թիմեր, որոնք ինչ որ քանակությամբ քարտեր օգտագործում են, ասենք Pixart-ը իմ տպավորությամբ տենց 100-ի կարգի, մի քանի 100-ի կարգի կարողանում են իրանք օգտագործել իրանց այդ նկարների խմբագրման գործիքներ սարքելու համար, հիմա ասենք, չգիտեմ, այս ձայնային ոլորտում աշխատող Async ընկերությունը, նախկին podcast-ը եւ CRISP-ը իրանք էլ տենց տասնյակների առնվազն օգտագործում ունեն, բայց իրանց քանակը շատ քիչ է, այսինքն որովհետեւ այն մարդիկ, ովքեր կյանքում տեսել են, ասենք 32 հատ GPU, որ դրա վրա կարելի է մի բան անել, շատ քիչ են։ Հիմա որ շատ քիչը, այսինքն մի քանի տասնյակ, մի քանի հարյուրյակ աշխարհում այդ մարդիկ քանի հոգի են մոտավոր։ Արդեն շատ են, այսինքն աշխարհում կլինեն հազարներ, բայց Հայաստանում քիչ են, այսինքն Հայաստանում տասնյակների կարգի են, ու մենք հիմա փաստորեն համասարանում ունենք մի հատ համակարգիչ, որ համասարանում, ասենք, մի քանի տասնյակ ուսանողներ, գիտնականներ, ովքեր որ ասենք, չգիտեմ, հենց ուսանողական տարիքից մտնում են գիտական գործունեության մեջ, իրանք արդեն տեսնում են մի հատ համակարգիչ, որը ունի, ասենք, 64 քարտ ու կարելի է մի քանի տասնյակ քարտով ինչ-որ մի բան անել։ Սա ոնց որ արդեն բազա է ստեղծում, որ այդ մարդիկ վաղը մեսօր կկարողանան
հասկանալ թե այդ ռեսուրսով ինչ կարելի է անել ավելի մեծ ու ավելի կարևոր։ Այսինքն ինչ որ խնդիր կլուծեն, որը 64-ը կօգտագործի ու կհասնի լիմիտին, կհասկանան, որ այս խնդրի համար մեզ պետքա 128, 200, ու կգնան, ասենք Elevate, ասենք արագ մեզ 200 տակ մի ամսով մենք մի հատ ասես մի հատ բան ենք անում ու ասենք Elevate-ը շատ հետաքրքրված կլինի դրանով։ Հրանտ, իսկ դե այս աղմուկը մեծ է, ես կարծում եմ, որ դա հստակ է, որ դա աղմուկ չի, որ սա նաև աշխարհաքաղաքական հարց է լուծում Հայաստանի համար, բայց մի հատ հասկանանք այն հույսերը, որ մենք ունենք, որ այս որ ունեցանք միջազգային կազմակերպությունները կգան կամ ովքեր կասենք չեմ, օրինակ Nvidia-ն ստեղ 100-ի կարգի աշխատակիցներ ունի, կդառնան 1000, ավելի մեծ ներդրումներ կանեն այն ընկերությունները, ովքեր ստեղ են եւ նրանք ովքեր ստեղ չեն կգան ու նաեւ հույս ունենք հիմա գիտեմ, որ պետնախարարությունը ռազմավարություն է գրում, մենք էլ ակտիվ մասնակցում ենք ու հիմնական շեշտը երկու ուղղությամբ է գնում, եթե հանենք ոնց որ տեխնոլոգիական ուղղությունները, հորիզոնական ուղղությամբ գնում է եւ խթանել միջազգային կազմակերպությունների Հայաստանում մեծ ներդրումները եւ տեղական ստարտափների զարգացումը։ Բայց երկուսի վրա ինչպես է դա ազդելու կամ ինչ կոմպոնենտներ կա, ինչը մենք ռիսկերը միշտ գալիս են այնտեղից, ինչը մենք չենք տեսնում, էլի։ Այսինքն ինչ կա, որ քո դիրքից երևում է լինելով այդ ամեն ինչի սրտում, բայց օրինակ իմ նման կազմակերպիչների կամ նախարարության աշխատակիցների, նախարարների կամ ԱՏԶՄ թիմի համար կարա տեսանելի չլինի, ինչի վրա պետք է կենտրոնանանք։ Դες ընդհանրապես թե ստարտափներում ու թե խոշոր ընկերությունների մասնաճյուղերի համար իրականում իրանց ֆիզիկական գոյությունը այս կամ այն տեղում կապված է մենակ տաղանդի հետ։ Այսինքն այդ համակարգիչը թե որտեղից կվարձեն, այդքան էական հարց չի։ Այսինքն եթե դու Հայաստանում չունես մարդիկ, ովքեր կարող են այդ համակարգիչից օգտվեն, բայց ունես, ասենք Կանադայում, դու Հայաստանից կվարձես համակարգիչը, իսկ մարդկանց աշխատանքի կընդունես Կանադայում։ Հա, այսինքն այդքան էական չի, որ եթե համակարգիչը ստեղ է, ապա իրանք անպայման կգան այստեղ օֆիսներ կբացեն, որովհետև համակարգիչը մոտիկ է, հա, մոտիկության հարց այդքան չկա։ Հարցը մարդիկ են։ Հիմա եթե մենք ուզում ենք, որ այս համակարգիչների վրա այսքան ներդրում արվում, թե պետությունը, թե մասնավորը, թե եւ այլն, սա իրոք բերի մուլտիպլիկատիվ էֆեկտի, մեզ պետքա սարքել մարդկանց, որոնք այդ համակարգչի մոտիկության հաշվին ու հասանելիության հաշվին կարողանում են այդ համակարգիչները ուժեղ օգտագործող դառնալ։ Այդ մարդիկ, որ պետք է սարքենք, այդ մարդիկ ինչ են, գիտնական են, մաթեմատիկոս են, այսինքն գիտնական են, թե ճարտարագետ են, մաթեմատիկոս են, թե համակարգչային գիտելիք ունեն, թե ֆիզիկոս են, ով են իրանք, էլի։ Այդ ամբողջ սպեկտրը կա, հա, այսինքն կան մարդիկ, որոնք շատ գիտական խորություն չունեն, հա, այսինքն իրանք նոր գիտելիք չեն ստեղծում ինչ-որ ոլորտում, բայց իրանք կարողանում են շատ լավ, ասենք, քամել այդ վիդեոկարտի հաշվողական ռեսուրսը։ Հա, այսինքն ինչ-որ ինդուստրիալ խնդիրները լուծելու համար։ Ոչ միայն, ասենք, խնդիրը կարող է ինչ-որ միտեղից գալիս է կամ դրված է կամ ինչ-որ հետազոտության համար, հա։ Բայց, ասենք, պետքա, օրինակ, չգիտեմ, այս GPU-ներով այս գործը տևում է, ասենք, մի օր, ուզում ենք սարքենք կես օր։ Հա, այդտեղ կարող է ինչ-որ մեծ գիտություն պետք չի անել, բայց պետքա լավ հասկանալ այդ ճարտարագետի գործը, հա, հասկանալ այս GPU-ները ոնց են աշխատում ու տանջվել գտնել ալգորիթմի այն ձևը, այն կազմակերպման ֆորմատը, որի դեպքում ինքը արագ է աշխատում, հա, այսինքն այստեղ կարող է շատ գիտություն չկա, բայց կա նաև շատ ավելի գիտական մաս, թե ինչ նոր ալգորիթմներ կարող ենք հորինել, որոնք այս հաշվողական ռեսուրսներով ավելի արդյունավետ են, ասենք, ավելի քիչ տվյալներով, հա, ասենք այսօրվա արհեստական բանականության խնդիրներից է, որ ամեն ինչի համար պետքա մեծ տվյալ, ու ինչի համար կարողանում ենք գտնել մեծ տվյալ, ստացվում, հա, ասենք թարգմանության համար լիքը մեծ տվյալ գտել ենք, okay, Google Translate-ը քիչ թե շատ աշխատում է, բայց ասենք, չգիտեմ, նոր դեղ սարքելու համար այդքան տվյալ չկա, արհեստական բանականություն չի կարողանում լավ նոր դեղեր սարքի, հա, հիմա ոնց սարքել ավելի քիչ տվյալներով յոլա գնացող, հա, բավարարվող արհեստական բանականություն կամ ոնց սարքել արհեստական բանականություն, որը ավելի լավ է հասկանում քիմիա կամ կենսաբանություն, հա, այդ դեպքում գալիս են
քիմիկոսների ու կենսաբանների դերն է այստեղ սկսում ավելանալ, հա, ու մեզ հիմա այդ տեսակի մարդիկ են պետք, այսինքն մարդիկ, որոնք տարբեր ոլորտներից են, տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալներ են, բայց նաև իրանք նայում են, թե արհեստական բանականությունը ոնց կարա իրանց ոլորտում հեղափոխական ներդրում ունենա, ու սրանք աշխատում են արհեստական բանականության մասնագետների հետ, հա, շատ մոտիկից, եւ ձևավորում են ինչ-որ նոր լուծումներ, որը կարելի է այս համակարգիչների վրա փորձարկել, հա, այն փաստը, որ այս ԵՊՀ-ի կոմպը կա, դա հնարավորություն է տալիս առանց մեծ ծախսի ու առանց մեծ բյուրոկրատիայի ինչ-որ գաղափարներ փորձարկել։ Իսկ օքեյ, հասկացանք մոտավոր ովքեր են։ Հասկացանք, որ Հայաստանում մի քանի տասնյակի մասին ենք խոսում։ Իսկ ինչ արագությամբ կարող ենք ունենալ կարգով ավել, հա, մի քանի 100 հոգի, որ այդ ամեն ինչը։ Այդ շատ լավ հարց է, ու հիմա ոնց որ բոլորիս ուշադրությունը այդ ուղղության վրա պետք է լինի, թե ոնց մաքսիմալ արագ այդ տասնյակ մարդկանց սարքել հարյուրավորներ, հա։ Դա հնարավոր է ներմուծել։ Հնարավոր է։ Այդ մարդկանց բերել Հայաստան։ Միանշանակ հնարավոր է, հատկապես հիմա աշխարհի տարբեր տեղերում տարբեր process-ներ են ու ոչ ամեն տեղում է շատ հաճելի միջավայր, հա, ասենք Միացյալ Նահանգներում գիտության պետական ֆինանսավորումը արդեն երկրորդ տարին անընդմեջ կրճատվում է ու ասենք գիտնականները այտենց այդքան էլ հաճելի վիճակում չեն, հա, ասենք բոլորը ինչ-որ տարբեր ստրեսի մակարդակներում են։ Հիմա ասենք կան հայազգի գիտնականներ, ասենք այդ մի քանի հազարի մեջ որ աշխարհում կան, մոտավոր քանիսն են հայազգի, որ բացի ֆինանսական եւ համակարգչի հասանելիության համար եւս մեկ մոտիվացիա ունեն, կարծում եմ ցանկացած հայ երազում է ապրել Հայաստանում, եթե ինչ որ պայմաններ լինեն, հա։ Ես մի հատ ցուցակ ունեմ, թե փորձում եմ հավաքել իմ ծանոթ բոլոր հայերին, որոնք ինչ որ քանակի գոնե գիտական հոդված ունեն AI-ում, հա, այսինքն գիտական ասպեկտով, այդ ցուցակում կարծեմ հիմա Հայաստանից դուրս գտնվող հայերի 35 թե 40 հոգի է։ Ու այդտեղ չեն մտնում այն մարդիկ, որոնք գիտական հոդվածներ չեն տպում, բայց առնչվում են այդ տեխնոլոգիաների հետ, հա, այսինքն 100-ի կհասնենք, եթե իրանց էլ ավելացնենք։ Այդ կարգի լինի։ Հիմա եթե այդ 100 հոգուց 50-ին հաջողվի բերել Հայաստան, կամ իրենք ելնեն ու իրանց որոշմամբ գան Հայաստան, ինչքան կտևի մինչև իրանցից ամեն մեկը գոնե 3 հոգի իրան մոտ կամ իրան նման մեկին պատրաստի։ Հա, այդ լավ հարց է, սովորաբար մինչև հիմա այդ ցիկլերը բավական երկար են եղել, հա, ասենք եթե նայենք, չգիտեմ, ասպիրանտուրան եղել է, ասենք առնվազն 3 տարի կամ կարող է 4-5, հա, մինչև ասենք ինչ-որ մասնագետը մտնում է մագիստրատուրայի մակարդակի ու դառնում է գիտնական, որ կարող ես ասել, ինքը արդեն ոնց որ ինքնուրույն անկախ կարող է բանանի, հա։ Հիմա ինչ որ իմաստով ժամկետները սեղմվում են, որովհետև ամեն ինչը շատ արագ է զարգանում։ Համակարգչի հասանելիությունը այդ ժամկետները կրճատում է։ Ինչ որ իմաստով հա, բայց շատ փորձ չկա, որ ասեմ, այս երկրում օրինակ համակարգիչը հասանելի դառավ, դրանից հետո ինչ որ բան կրճատվեց, հա, այս ամեն ինչը այնքան դինամիկ է զարգանում, որ մենք ոնց որ ընթացքում փորձում ենք կողնորոշվել, ինչ կարելի է անել, հա, բայց այսօր երևում է, որ շատ ասենք AI-ի հետ կապված միջազգային գիտաժողովներում կան հոդվածներ, որտեղ տեսնում ես, որ հեղինակները ասենք բակալավրի ուսանող են։ Հա, հիմա ասենք մեր թիմից էլ կան, մեր լաբում կան բակալավրի ուսանողներ, որոնք այս պահին ինչ-որ հոդվածի վրա աշխատում են։ Այսինքն բակալավրում գիտահետազոտական աշխատանք են անում։ Հա, այսինքն երկրորդ կուրսից սկսում են ինչ-որ բան անել, ու ասենք 4-րդ կուրսում արդեն Այսինքն իրանց բակալավրի թեզը PhD-ի մակարդակի թեզ է, ասենք ավարտականը ոնց որ այդ նույն շրջանի PhD-ի մակարդակի չի երևի, որովհետև PhD-ի բանն էլա փոխվում այդ դեպքում, հա, ստանդարտը, այսպես ասած, ասենք ով որ բակալավրում հասնում է մի հատ հոդվածի, էլ իրանից PhD-ում չես սպասում մի հատ հոդված, հա, հասկացա, 4 հատ, այսինքն տենց այդ իմաստով բան է, ու շատ անհամասեր է, էլի շատ տարբեր երկրներում, տարբեր համալսարաններում, տարբեր վիճակի է։ Հիմա այս շաբաթ հələ նորմալ չենք հայտարարել, մեր լաբից մի հատ հոդված վերջապես տպագրվեց, որտեղ առաջի հեղինակը բանա 4-րդ կուրսեցի է։ Այսինքն մեր մոդելը դա հնարավոր է։ Մի քիչ գանք ավելի դեպի բիզնեսի եւ պետական կարիքների մասին, թե աշխարհաքաղաքական առումով, թե բիզնես առումով։ Եթե մենք ունենանք 200-300 գիտնական, ովքեր աշխարհի բարձր մակարդակի գիտնականներ են,
դա ինչ կտա մեր կառավարությանը եւ ինչ կտա այդ բիզնեսներին։ Օրինակ, եթե բիզնեսին կառավարությունն ասում է արի Հայաստան, քեզ կտամ հարկային արտոնություններ, հա, տենց շատ լավ պայմաններ։ Եվ ասում է արի Հայաստան, քեզ կտամ 200 գիտնական։ Իրանց համեմատությունը ո՞նց է։ Ինձ թվում է ինչ որ տեսակի բիզնեսներ կան եւ եղել են ժամանակին, որ հարկային արտոնության հետևից կարող է հագին գային, հա, հատկապես տենց, չգիտեմ, ասենք 5-10 տարի առաջ սովորական outsource software-ի վրա, հա, կարելի էր ինչ որ բաներ անել, բայց այդ սեգմենտը իմ տպավորությամբ հիմա փոքրանում է ու շատ ավելի թանկ է դառնում բարձր գիտելիքով, հա, ասենք շատ ավելի խորը գիտելիքներով, գիտական մակարդակով աշխատակիցների արկայությունը ու գալիս են այն սեգմենտի ընկերությունները, որոնց համար այդ հարկային արտոնությունը, չգիտեմ, 5% այս կողմենքում կարևոր չի, որովհետև ինքը այնքան ծախս է անում այդ մարդուն մի հոգու հայտնաբերելու վրա, հա, որ այդ 5%-ը չի իր հարցը, հա, ասենք եթե մենք ուզում ենք Nvidia-ն Հայաստանում մեծացնի հատկապես իր հետազոտական մասը, այդտեղ հարկային արտոնությունը ընդհանրապես էական չի, այդտեղ պետք է ցույց տալ, որ կան ասպիրանտական ծրագրեր, որտեղից ամեն տարի ասենք 20 ասպիրանտա դուրս գալիս այս որակի։ Հա, դա ամենակարևորը։ Okay, այսինքն ֆիքսում ենք, որ հարկային արտոնությունը կարգով մի քանի անգամ ավելի փոքր մոտիվատոր է, քան գիտնականների քանակը։ Այս թեմայում, այո, հատկապես այս Firebird-ի կոնտեքստում, ասենք կարող է լինի սեգմենտ, ասենք, չգիտեմ, ուզում է ինչ որ տեսակի թիմ հավաքի, չգիտեմ, վաճառքի թիմ, մարքեթինգի թիմ հավաքի ու տեղ այդ 5%-ը կապ ունենա, բայց հիմա մի հատ էլ մեր եթերաշրջանը մոտենում է ավարտին, մի հատ էլ անդրադառնանք այդ հարցին, եթե մենք ունենք 200 գիտնական եւ չունենք AI գիտնականների մասն է խոսքը, դա մեր երկրի ղեկավարին ինչ բան է տալիս, այսինքն աշխարհակաղակական բանակցությունների մեջ գիտենք, որ բանակցությունները միշտ բան է, չէ, հարաբերություն է, թե դու ինչ հնարավորություններ ունես, ինչ չունես, ինչ կախումներ ունես, ինչ չունես։ Հիմա երբ որ 200 AI գիտնական ենք ունենում, գումարած այս համակարգիչները, դա ինչ է փոխում, էլի։ Եթե դու կարողանում ես, այդտեղ երկու սցենար կա, էլի, եթե պետությունը ունենում է այնքան ուժ, որ կարողանում է այդ գիտնականներին ծառայեցնի իր խնդիրները լուծելու համար, այդ մի հատ լրիվ ուրիշ մակարդակ է, որովհետև այդ դեպքում դու գնում ես, ասում ես, գիտես ինչ, դու ինձ կարաս այս տեխնոլոգիան չտաս, որովհետև ես այդ տեխնոլոգիան ինքս կարամ սարքեմ, քեզ տամ։ Հա, ու այդ իմ համար տենց ինչ որ երազանք չի, էլի, հա, դա մի հատ մի սցենար է։ Ես եթե դա չես կարողանում անես, ուղղակի ունես գիտնականներ, բայց դու չես կարողանում այդ գիտնականներին քո պետության խնդիրների համար ծառայեցնես, այդ դեպքում դառնում է ավելի տես տնտեսական էֆեկտիվ, որ ասում ես, գիտես ինչ, ասենք ես ինչ էլ անեմ, քեզ հետաքրքիր է լինելու իմ երկրի հետ կապ ունենան, որովհետև ես քեզ տաղանդ եմ ապահովում։ Հա, օրինակ ես այտենց խոսակցություն տեսել եմ Իսրայելի ղեկավարներից մեկը հարցնում էր, ասում էր, ձեր մոտ չգիտեմ, ինչ որ դատական ռեֆորմ եք անում, կամպանիաները դուրս չի գալիս, էլի այդ ռեֆորմը որ անեք իրանք կարող է դուրս գան, մարդը ասաց չէ, ասաց այդ կամպանիաները դատարանների համար չեն եկել Իսրայել, իրանք եկել են մեր տաղանդի վրա, իսկ մենք շարունակաբար ներդրումներ ենք անում մեր երկրի ոնց որ անվտանգային համակարգի մեջ, որը բերում է նրան, որ այդ տաղանդները անընդհատ ստեղծվելու են։ Հետևաբար ոնց որ այդ տենց կշիռատան է։ Այս լավ նոտայի վրա սա եզրափակենք եւ երկու բառով հրանտ կասես իրական շատ կարևոր է թե այդ բանը ով է ասում, հա մենք փորձեցինք վերլուծել, բայց մի երկու բառով կասես ովքեր են լինելու AI կոնֆին, ովքեր են այս թեման վերլուծելու մեզանից ավելի բնականաբար լավ եւ ավելի AI կոնֆում ունենք երկու հրավիրյալ հյուր Միացյալ Նահանգներից այդ Ռև Լեբարիցյանն Nvidia-ի փոխնախագահ եւ Արմեն Աղաջանյան, ով որ երկար տարիներ Facebook-ի AI խմբում էր աշխատում ու հիմա իր ստարտափը ունի, որ ռոբոտների համար AI են սարքում։ Իրանք երկուսով կներկայացնեն թե ինչա կատարվում աշխարհում ու Հայաստանը ինչ դեր ունի։ Արմենի ելույթի վերնագիրը բանա հայկական AI դոկտրին։ Այսինքն մենք այն 100-ից 2-ին AI կոնֆով բերում ենք։ Մնաց այն 98։ Եղավ լինելու են Հայաստանում այն թիմերը, որոնք արդեն ինչ որ բան անում են ու իրանք կարող են ներկայացնել թե իրանք ինչ են անում, որպեսզի ուսանողները նաև տեսնեն, որ այդ ինչ որ խոսվում է, ինչ որ հերրու Կալիֆոռնիայի մասին չի խոսվում, հա, հենց տեղ
կան թիմեր, որոնց իրանք կարող են միանալ, եթե այդ գիտելիքները ունենան, եթե կարող են աշխատել։ Շատ բարի։ Շնորհակալություն Հրանտ ջան։ Մենք ավարտեցինք, սիրելի ռադիո լսողներ եւ դիտողներ, սա Tech Hire հաղորդաշարն էր։ Ես Սարգիսն եմ Կարապետյան, ԱՏԶՄ տնօրեն, եւ իմ հյուրն էր Հրանտ Խաչատրյանը, Երևան Էնի հիմնադիր եւ տնօրեն։ Կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։